Թռչնամսի արտադրությունը Հայաստանում այժմ լուրջ ճգնաժամի մեջ է, ահազանգում է մի քանի թռչնաֆաբրիկաների սեփականատեր Արմենակ Խաչատրյանը։ Ասում է չի բողոքում, պարզապես բարձրաձայնում է խնդրի մասին։ Արդեն իսկ կրճատել է արտադրության ծավալները 20%-ով։ Այսպես շարունակելու դեպքում ստիպված կլինի առաջիկայում կողպել ֆաբրիկայի դռները, տուն ուղարկել 400-ից ավելի աշխատակիցներին եւ ոչ միայն ինքը։ Ես ամանչում եմ, որ թեքվեմ այս բանվորության, ասեմ կներեք, էլի չստացվեց։ Պատկերացնում ես, այդ ինչ դաժան բան է, որ մարդկանց մոտենաս ասես կներեք, չստացվեց, մորթում ենք, վերջացնում ենք ու դուք գնում եք տուն։ Հոգնել եմ, երբ որ դու հավը աճեցնում, մորթում ես, ինքը չի կարողանում իր կերը, իր վարկը, իր աշխատավարձը մարի, այսինքն Վիճակը ըստ Արմենակ Խաչատրյանի վատացել է հատկապես անցած դեկտեմբերին արտաժույթի շուկայում ցնցումներից հետո։ Հավի մսի ինքնարժեքը ձևավորող իրենց հիմնական ծախսը, կերը, ծանր տոկոսներով վարկերը, անգամ սպառած գազի վարձը կապված են դոլարի հետ։ Ծախսն աճել է, վաճառքի գինը սակայն բարձրացնել չեն կարող, ներկրված էժան թռչնամսի հետ չեն կարողանա մրցակցել։ Այս տարբերակով մենք դիմի 200-300 դրամ հավի գինը բարձրացնենք, բայց ոչ փորձեցինք անենք։ Ոչ էլ արեցինք։ Ինչու՞։ Որովհետև մեր գին արդեն շատ էր անցնում ներկրվածից, պրոստը չէր վաճառվելու մեր հավերը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին թռչնամսի ներմուծումը Հայաստան անխախտ աճել է։ Եթե 2013 թվականին ավելի քան 28000 տոննա թռչնամիս է ներմուծվել, ապա 2014-ին արդեն ծավալները հասել են 33000 տոննայի, իսկ այս տարվա 6 ամիսների ընթացքում արդեն Հայաստան է բերվել 20000 տոննա թռչնամիս, մինչդեռ տեղում արտադրության տվյալները շատ չեն փոխվել։ 2013-ին Հայաստանում 8200 տոննա է արտադրվել, ըստ գյուղնախարարության, իսկ 2014-ին միայն 200 տոննայով ավելի։ 2015 թվականի վերաբերյալ տվյալները գյուղնախարարությունը կներկայացնի այս տարվա վերջում։ Արմենակ Խաչատրյանն ասում է, արտադրությունը շահավետ չի ստացվում։ Եվրասիական տնտեսական միության խոստացած բազմամիլիոնանոց շուկայում եւս իրենց արտադրանքը չեն կարող իրացնել։ Ռուբլու արժեզրկման հետևանքով չեն էլ մտածում արտահանման մասին։ Այնտեղ ընկան էժան, այազիժան։ Ոնց կստացվի ստեղից արտանես այնտեղ։ Տնտեսագետ, Կոմպաս գիտահետազոտական կենտրոնի փորձագետ Կարեն Պետրոսյանն ասում է, տեղական արտադրողի վրա այժմ միանգամից երկու անբարենպաստ գործոն է ազդում։ Մի կողմից Ռուսաստանի տնտեսական վիճակի պատճառով տրանսֆերտները պակասել են եւ մարդկանց գնողունակությունն է ընկել։ Մյուս կողմից Հայաստանում փողը թանկ է, ինչը եւս բիզնեսի վրա վատ է ազդում։ Սակայն տեղծված իրավիճակը միայն բուրգի գագաթն է ցույց տալիս, խնդիրների հիմքն ավելի խորն է։ Իսկ ներքին ուժեղ արտադրություն կարելի է ունենալ, եթե տնտեսությունը մրցակցային լինի, եթե մի խումբ մարդիկ շատ չարը ստանան ի հաշիվ մնացած մարդկանց։ Այսինքն այդպես կախարդական փակ շղթա է ստացվում։ Այո, կախարդական փակ շղթա է, որի գլուխը կոչվում է մենաշնորհ։ Արմենակ Խաչատրյանն ասում է, ոլորտը փրկել է, պետք սուբսիդավորել, էժան վարկեր տալ, որ կարողանան դիմանալ, եթե փակվեն, դժվար կլինի վերագործարկելը։ Կանգնած հիմնարկը նորից գործարկի, վերագործարկման ենթարկել շատ բարդ բան է։ Ու չեք պատկերացնի, բայց կոնտինգենտը չեմ հավաքի։ Մեկը կգնա Ռուսաստան, մեկը Ղազախստան, մեկը Վրաստան,